Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Հանրությանը պատրոն Դավում ականվամբ հայտնի գործարար Դավիթ Գալստյանը 30 միլիոն դրամ արժեցող ավիացիոն տեխնիկական ունեցվածք է որպես նվիրատվություն փոխանցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրը այլ որոշումներ եւս կայացրել է։ Հայաստանը 2024 թվականին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի փոխանցել անդամավճարը պաշտոնապես առեցնելով իր մասնակցությունը Դաշինքի աշխատանքներին հայտնել է Արարատ Միրզոյանը։ Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է գերատեսչության բյուջեի կատարողականը։ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան, հաղորդում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։ Նախատեսված է զրույց Ալեն Սիմոնյանի հետ։ Հիմնական թեման է մեծ հաղթանակի 80-ամյակը, միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում։ Ստացվող տեղեկությունների համաձայն Ռուսաստանը նախապատրաստում է պատերազմի ամբողջ ընթացքում ամենադաժան հարվածն Ուկրաինային ի պատասխան Կիևի կողմից իրականացված սարդոստային գործողության։ Իդեպ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Օրվա միջազգային անցուդարձը։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահն էլ Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 26 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել, ըստ որի Լեյա եւ Royal Seas Engineering ընկերություններն իրենց պատկանող 30 միլիոն դրամ արժեցող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը որպես նվիրատվություն փոխանցում են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել նշված գույքի ընդունումը։ Նշենք, որ Royal Seas Engineering ընկերության սեփականատերը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որը առավել հայտնի է պատրոն Դավում ականվամբ։ Գործադիրը հաստատել է նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ միտված ենթակառուցվածքների զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը եւ պետական գույքի արդյունավետ կառավարմանը։ Նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Կառավարությունը հավանություն է տվել Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը վերակազմավորելու նախագծին։ Ըստ դրա թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարան ՊՕԱԿ-ի մասնաճյուղ։ Այնուհետև կառավարության նիստում քննարկվել է տրանսպորտային ոլորտում ֆինանսավորում իրականացնելու հարցը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաքյանի ներկայացմամբ պետբյուջեից կտրամադրվի 13.8 միլիարդ դրամի վերաբաշխում ուղղված ճանապարհների հիմնանորոգման, նորոգման եւ կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։ Նախագծով նախատեսվում է հիմնանորոգել ընդհանուր 66 կիլոմետր ճանապարհ, ներառյալ միջպետական նշանակության է 16.1 կիլոմետր, հանրապետական նշանակության 25 կիլոմետր, մարզային նշանակության 16.9 կիլոմետր, նախատեսված է հիմնանորոգել երկու կամուրջ, պիտի ասեմ նաև, որ չզեկուցվող հարցերի փաթեթով 2.3 միլիարդ դրամի ուրեմն վերաբաշխում են կատարել, դա էլ ուղղվել է ամբողջությամբ միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորելուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել է, որ այս հատվածի որակը ստուգվելու է վճարումների ընթացքում։ Նա նաև հավելել է. Մեղրու լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Աշխատանքները նախատեսում է սկսել եւ ավարտել այս տարի։ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի միջով անցնող 6 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները 2024 թվականին մեկնարկել է եւ նախատեսվում է ավարտել այս տարի։ Սելիմի Լեռնանցքի 1.53 կիլոմետր երկարությամբ հատվածի վերակառուցում աշխատանքները նախատեսվել է իրականացնել ի սկզբանե առանձին մասերով, առաջին հատվածը 2024 թվականին սկսել է եւ ամբողջական նախագիծ այս տարի կավարտվի։ Սելիմի Լեռնանցքով անցնող մեկ այլ հատված, 14 կիլոմետրանոց հատվածը, որի հիմնանորոգումը սկսվել է նախորդ տարի եւ այս տարի կավարտվի,
Նիստում վարչապետը խոսել է նաև բջջի զբոսաշրջային կլաստերից, նշելով բջջի ամրոց ստանող ճանապարհի հիմնանորոգումն այս փուլում ամփոփում է տարածքի ենթակառուցվածքային զարգացումները։ Փաշինյանը հայտնել է, որ գերակա շահի հիմքով հնարավոր է դարձել ազատել ամրոցը փակող շինություններից եւ ծառերից։ Այնուհետև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ պետությանը վերադարձվել է մի քանի խոշոր գույքեր։ Օրինակ 4 հեկտար մակերեսով հողատարածքը հատկացվել է Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարությանը։ Գլխավոր դատախազը պարզաբանել է. Սա համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է, պարոն վարչապետ։ Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հեկտար մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ Պարոն Խուդացյանը նշեց, որ սա հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությանը։ Աննա Վարդապետյանը նաև հավելել է, որ Երևանում շրջակա միջավայրի նախարարությանն է վերադարձվել $1.5 միլիոն արժողությամբ անտառային հողեր, Ծաղկաձորում 2.3 հեկտար հողատարածք, մոտ $1 միլիոն կասկադային արժեքով։ Վերջին ամիսներին Խաշթարակում ցածր վարձով 25 տարով վարձակալված մասնաշենքի պայմանագիրը լուծարվել է։ Նա նաև նշել է, որ Դիլիջանում վերադարձվել են մանկապարտեզների շենքերը, ինչին արձագանքել է վարչապետը։ Կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ։ Ոչ չի ասելու մանկապարտեզները ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Փաշինյանը նշել է, որ նախկին պաշտոնյան դեպքից հետո սոցիալական ցանցում իրեն քննադատել է, փորձելով թաքցնել իրական պատճառը։ Վարչապետը նաև ընդգծել է, որ նախկին իշխանությունները չեն փորձում արդարանալ, այլ ուղղակի փորձում են ներկայացնել, թե ներկաները իրենց նման են։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասելա վաղեմության ժամկետ կիրառեք, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Կառավարությունը հաստատել է նաև թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով փաստաթուղթը հիմնված է հանրային առողջության եւ անվտանգության համատեղ մոտեցման վրա։ 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում։ Բայց այս տարվա կտրվածքով արդեն երբ որ 2023-ը վերլուծել ենք, մենք նկատել ենք, որ կարիք կա նաև փոխելու մեր քաղաքականությունը եւ ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա եւ նաև արտադրության շղթայի վրա, որպիսի հետագայում մանր չափի արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն եւ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով եւ 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը բնականաբար նվազում է իրենից ենթադրում։ Ռազմավարությունը ներառում է 13 ուղղություն, շեշտը դնելով կրթության, առողջապահության, կանխարգելման եւ սոցիալական վերաինտեգրման վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանը 2024 թվականին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի փոխանցել անդամավճարը, պաշտոնապես առեցնելով իր մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։ Այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա ներկայացրել է նաև արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները ԱՄՆ-ի հետ հաստատված ռազմավարական գործընկերությունը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ընթացքը եւ Թուրքիայի հետ շարունակվող ակտիվ երկխոսությունը։
2025 թվականի սկիզբը նշանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցության հաստատմամբ։ Այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում 2024 թվականի պետբյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցությունից զատ նկատվում է, որ նոր վարչակազմը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ։ Եվ մենք եւ Միացյալ Նահանգների վարչակազմը եւ ինչպես նաեւ շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ իրականում պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասում ունենալ այդ խաղաղությունը, կա հնարավորությունների բավականին լայն պատուհան։ Նրա գնահատմամբ խաղաղության օրակարգի առանցքում մնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Միրզոյանը հիշեցրել է տարվա ընթացքում կայացած մի քանի բարձր մակարդակի հանդիպումների մասին, այդ թվում Անտալիայում եւ Տիրանայում։ Նախարարը կարևորել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը, նշելով. Հայաստանը հայտարարեց եւ այսօր էլ հայտարարում է, վերահաստատում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդացություններ որոշելու ստորագրման օրը, տեղը։ Միրզոյանի խոսքով ադրբեջանական կողմը շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Հայաստանը նրա խոսքով դեմ չի այդ օրակարգին, բայց առաջարկում է դա իրականացնել խաղաղության փաստաթղթի ստորագրմանը զուգահեռ։ Երբ որ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ ստորագրված, փաստաթուղթ խաղաղության հաստատման եւ ըստ էության թղթի վրա նաեւ կոնֆլիկտը կավարտվի, տրամաբանորեն հարկ չլինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում։ Նախարարը խոսել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, անցյալի քաղաքական որոշումների եւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։ Նա նշել է, որ նախկինում ստատուս քվոյի արհեստական պահպանման փորձերը չեն կարողացել ապահովել կայունություն եւ անվտանգություն։ Հայաստան խմբակցության դաշնակցական падգամավոր Արթուր Խաչատրյանի հարցինի պատասխան Միրզոյանը նշել է. Առաջի հարցը այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացի մասին։ Դու դա նկարագրեցիք որպես մեծ ձեռքբերում, թշնամու խմբագրության հետ համաձայնվելը, չգիտեմ ինչու եք համարում մեծ ձեռքբերում, բայց եւ այնպես, ինչի ենք մենք դրա մասին իմանում թշնամուց, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից։ Արտգործնախարարությունից իմանում ենք 2 ժամ հետո։ Թշնամու հետ պայմանագիր։ Նախ պարոն Խաչատրյան, ես ձեզնից միշտ ստացել եմ որպես շատ կիրթ եւ տրամաբանող մարդու տպավորություն եւ չեմ կարծում, որ ձեր համար գաղտնիք է, որ խաղաղության պայմանագիր բոլոր ժամանակների, բոլոր ժողովուրդների պատմության մեջ խաղաղության պայմանագիր կնքել են թշնամու հետ, հակառակորդի հետ։ Բայց ես ավելի առաջ գնամ, կանխած գալով մեր եւ ձեր միջև արդեն քիչ-քիչ ծավալվող կռիվը։ Լավ ավանդույթների համաձայն։ Այս մասին ով խոսա, պարոն Խաչատրյան, գոնե դուք պիտի չխոսաք։ Եվ ես կարող եմ ասել ինչու։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ, ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց։ Նա նաև նշել է, որ չնայած խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց համաձայնեցված տեքստը նպաստում է Հայաստանի անվտանգության մակարդակի որոշակի բարձրացմանը։ Նախարարը նաև ներկայացրել է արտաքին գործերի նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Ըստ նրա սկզբնական տարբերակով հաստատված 17.1 միլիարդ դրամը հասել է 27.8 միլիարդի, փաստացի ծախսերն էլ կազմել են 27.4 միլիարդ դրամ։ Բյուջեն 98.8%-ով կատարվել է։ Միրզոյանի խոսքով բյուջեի աճը հիմնականում պայմանավորված է դիվանագիտական ներկայացուցչությունների համար նոր շենքերի ձեռքբերմամբ։ Ընդհանուր առմամբ օտարերկրապետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20 ծառայական շենքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, 6 շենքը նվիրաբերված են բարերարների կողմից, 2-ը փոխադարձության սկզբունքով, 1-ը դեսպանատան պետության կողմից է հատկացվել, 11 շենք ձեռք է բերված Հայաստանի պետական բյուջեից։ Բացի այդ, եւս 13 շենք տրված է անհատույց օգտագործման տարբեր կազմակերպությունների կողմից, մնացած 31-ը վարձակալվում են մեր կողմից։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, նշելով, որ չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, երկխոսությունն ակտիվ է եւ համակարգված։ Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ավելի ակտիվ եւ գործուն
երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություն։ Անշուշտ իրավացի կլինի որևէ մեկը, եթե ասի, որ պետքա ժամանակն ավաղուց արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա, ես եթե որևէ մեկ այդպիսի բան ասի, ինքս կհամաձայնվեմ։ Իհարկե այդ երկխոսությունը շատ տևական ժամանակ եւ շատ դրական հունով զարգացել է, բայց նաև վերջնարդյունքներ, իհարկե կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է։ Միրզոյանը հայտնել է նաև, որ Հայաստանը 2024 թվականին չի վճարել հավաքական անվտանգային պայմանագրի կազմակերպության անդամավճարը, քանի որ սառեցրել է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։ Ըստ նախարարության տվյալների Հայաստանը 2024 թվականին փոխանցումներ է կատարել 101 միջազգային կազմակերպության, իսկ ընդհանուր անդամակցության շրջանակը ներառում է 110 կառույց։ Միջազգային գործակցության ծախսերը կազմել են շուրջ 1.6 միլիարդ դրամ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան, նրան Զվարթնոց օդանավականում դիմավորել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի ծրագիրը ներառում է Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ, մասնավորապես նախատեսված է զրույց Հայաստանի ազգային ժողովի նախագահի հետ։ Վալենտինա Մատվիենկոն եւ Ալեն Սիմոնյանը կբացեն նաև երկու երկրների խորհրդարանների միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Հիմնական թեման է մեծ հաղթանակի 80-ամյակը միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսել է իշխանություն եկեղեցի վերջին շրջանում բավականին լարված հարաբերությունների, հոգևոր սպասավորների վերաբերյալ Փաշինյանի կոշտ գրառումների եւ ներքաղաքական այլ խնդիրների մասին։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները արդյոք չեն անհանգստանում, որ հայ առաքելական եկեղեցու վարկանիշը անհամեմատ ավելի բարձր է, քան իրենցը։ Ազգային ժողովի նախագահից հետաքրքրվում են լրագրողները, վկայակոչելով եկեղեցի իշխանություն վերջին շրջանում բավականին լարված հարաբերությունները։ Այսինքն ընդունում ենք, որ եկեղեցին քաղաքական կառույց է եւ քաղաքական իշխանությունը պետք է այլ քաղաքական կառույցից սարսափի մեջ լինի։ Ժողովուրդ, եկեղեցին ինձ որ հարցնեն, ինձ էլ որ այդ հարցումին հարցնեն, ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահում եմ մեր եկեղեցուն եւ չեմ վստահում օրինակ այլ եկեղեցու բանին։ Հարցումը լավ, ուզում հասկանամ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջել է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ որ մարդիկ փորձում են տենց համեմատականներ անել։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Այդ ձեր ասածը հենց լեզվա մտածելակերպ է, այսինքն դուք համարում եք, որ ինքը կարող քաղաքական մտածելակերպ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ գրառումը սրբազաններից մեկին ուղված, նրա անձնական կյանքի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը եկեղեցու սպասավորների նկատմամբ համընդհանուր վիրավորանք որպես չի դիտարկում։ Նկատում է, այդտեղ անձնական կյանքին միջամտություն չկա։ Հոգևոր կառույցի մասին ենք խոսում եւ կառույցի մասին, որտեղ որ կոնկրետ կանոններ գոյություն ունեն եւ այդ կանոնները խախտվում են։ Որևիցե մեկի ննջարան չի մտել եւ իրավունք չունի։ Սիմոնյանը թյուր է համարում նաև այն կարծիքները, թե իշխանությունը արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, այդպիսով փորձելով թուլացնել նրա դիրքն ու համբավը հասարակության մեջ։ Կաթողիկոսը, Արշակ Սրբազանը, չգիտեմ, այն մյուս սրբազանը իրանք եկեղեցին չեն, իրանք խաբել են, որ իրանք եկեղեցին են։ Իրանք հավատացյալների եւ Աստծո ծառաներն են։ Ծառաներն են։ Տեսել եք, որ օրինակ Հռոմի Պապը մարդկանց ոտերն ապաչում, լսել եք օրինակ Հռոմի Պապի Տիտղոսի մեջ, մի րոպե, այդ արարողությունը արվում է բոլոր տեղում։ Տիտղոսը ոնց է, ռաբ ռաբով բոժիղ, Աստծո ծառաների ծառան։ Իրանք մոռացել են, որ իրանք ծառա են։ Իրանք մտածում են, որ իրանք գողագան են, հարց լուծող, քավոր են եւ բիզնեսմեն են շատ սրբազան կա զենքով էր ման գալիս միջև վերջերս, չգիտեք իր մասին։ Մի հատ էլ լավ ավտո ուներ, էլի ասեմ։ Ես զենքով եմ ման գալիս, ես զենք ունեմ, բայց զենքով ման չեմ գալիս։ Ես իշխանություն եմ, ես այդ տեսնում եք էլի, ձեր մտածել, բայց ձեր մտածելակերպ, ես Կճոյանի հետ ոչ մի միջոցառման չեմ մասնակցել։ Լսեք, անձնապես ես Կճոյանի հետ որևիցե հարաբերություններ չունեմ, ես, եւ խոսացողս չունեմ։ Ձյանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։
Հունիսի 4-ին Կոմիտասի պողոտայում դիմակավորված անձինք մոտեցել են օտարերկրյա քաղաքացուն եւ փախցրել նրա դստերը։ Բագրատաշյանի անցակետում ձերբակալվել են երեխայի կենսաբանական մայրը, նրա ներկայիս ամուսինը եւ եւս մեկ օտարերկրյացի։ Երեխան գտնվել է։ Հունիսի 3-ին ժամը 12:33-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգաստղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին։ Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք եւ փախցրել նրա դստերը։ Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները եւ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց։ Ըստ այդ վարկածի աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու եւ 2 այլ անձի հետ։ Ավելին, մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի է եւ կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը։ Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել։ Այդպես եղավ եւ այս անգամ։ Նույն օրը ժամը 17:10-ին համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն եւ մի օտարերկրացու։ Առևանգված աղջիկը նրանց հետ էր։ Բոլորն էլ տեղափոխվել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Շարունակում ենք թողարկումը, ստացվող տեղեկությունների համաձայն Ռուսաստանը նախապատրաստում է պատերազմի ամբողջ ընթացքում ամենադաժան հարվածն Ուկրաինային, ի պատասխան Կիևի կողմից իրականացված սարդոստային գործողության։ Ի դեպ այս մասին նաև հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Ավելին, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել։ Կրեմլի մամուլի քարտուղարն էլ հաստատել է, որ Պուտինը իսկապես Թրամփին հայտնել է, թե Ռուսաստանը պատասխանելու է օդանավականների վրա հարձակմանը։ Պատասխանը կտրվի այն ժամանակ եւ այնպես, ինչպես նպատակահարմար կհամարեն զինվորականները։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը օրվա ընթացքում երկրորդ հարվածն են հասցրել Խերսոնի վարչական շրջանին։ Շենքին տուժածների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։ Միջազգային նորություններն էլ դիտեք տեսաշարով։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական կարգավորման եւ իրանական միջուկային խնդրի հարցերը։ Դա լավ խոսակցություն էր, բայց այն զրույցը չէր, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության, գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում, հավելելով, որ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 15 րոպե։ Թրամփը նշել է, որ Պուտինն իրենց զգուշացրել է ուկրաինական վերջին հարձակումներին պատասխանելու մտադրության մասին։ Նախագահ Պուտինը շատ վճռականորեն ասել է, որ ստիպված կլինի պատասխանել օդանավականների վրա վերջերս իրականացված հարձակմանը, գրել է ԱՄՆ նախագահը, ըստ նրա խոսվել է նաև հակամարտության կողմերի իրականացրած այլ հարվածների մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրին, քննարկել են Իրանը եւ այն փաստը, որ միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար Իրանի ժամանակը սպառվում է։ Որոշումը պետք է արագ կայացվի, նախագահ Պուտինին հայտարարել են, որ Իրանը չի կարող տիրապետել միջուկային զենքի եւ հավատացած են, որ համաձայն ենք դրան, հայտարարել է Թրամփը։ Կայացել է նաև Վլադիմիր Պուտինի եւ Հռոմի Պապ Լևոն 14-րդ հեռախոսազրույցը, կողմերն ընդգծել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի անձնական մեծ ներդրումը Ռուսաստանի եւ Սուրբ Աթոռի հարաբերությունների ամրապնդման գործում։ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Պուտինը վերահաստատել է հետաքրքրվածությունը խաղաղությանը քաղաքական դիվանագիտական ճանապարհով հասնելու հարցում, ընդգծել, որ ճգնաժամի վերջնական արդար եւ համընդգրկուն լուծման համար հարկավոր է սկզբնական պատճառները վերացնել։ Վլադիմիր Պուտինը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել խնդրել Ստամբուլյան բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն զեկուցել վերջին հանդիպման արդյունքների մասին։ Մեդինսկու խոսքով Ուկրաինան առաջարկել է մինչև 60-օրյա զինադադար հաստատել Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստելու համար։ Պուտինն էլ նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր միջոցներ, ներդվում բանակցությունները։ Եվ նույն ժամանակ նա կարծիք է հայտնել, թե Կիևը խաղաղություն չի ցանկանում, մեկնաբանելով Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, Պուտինը շեշտել է, ով է առհասարակ քննարկումներ վարում ահաբեկիչների հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Կուրսկում եւ Բրյանսկում երկաթուղային ենթակառուցվածքներին, ուկրաինական ենթադրյալ հարձակումներին։ Քննչական կոմիտեի ղեկավարը նշել է, որ ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1 միլիարդ ռուբլի։
Ոչ Ուկրաինան, ոչ էլ նրա գործընկերները լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանի առաջարկներին, որոնք հունիսի 2-ի Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ փոխանցվել են ուկրաինական պատվիրակությանն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պահանջները վերջնագրերի նման են եւ չեն կարող բավարարվել։ Զելենսկին կրկին առաջարկել է գրագը դադարեցնել առանց նախապայմանների, հավելել, որ հրադադարից հետո կարող է տեղի ունենալ երկու երկրների ղեկավարների հանդիպում, հնարավոր է ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Զելենսկին վերստին հաստատել է պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինին նույնիսկ վաղը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին վերականգնել է իր առաջին նախագահական ժամկետի քաղաքականությունը եւ հայտարարել, որ 12 երկրների քաղաքացիներին կարգելվի այցելել Միացյալ Նահանգներ, իսկ 7 այլ երկրների քաղաքացիների նկատմամբ մուտքի սահմանափակումներ կմտցվեն։ Արգելքը ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին, նոր արգելքը տարածվում է Աղվաստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիտրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի վրա։ Իսկ վիզային խստացված սահմանափակումների տակ հայտնված երկրներն են Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սերիա Լեոնը, Տոգոն, Թուրքմենստանը եւ Վենեսուելան։ Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Իրանի նախագահները, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Իլհամ Ալիևի եւ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ ներկայումս երկու երկրների համապատասխան պետական մարմինները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում դրված նպատակների իրագործման համար։ Թուրքիան ներկայումս մարզում եւ խորհրդատվություն է տրամադրում սիրիացի զինվորականներին երկրի պաշտպանությունը բարելավելու համար եւ Անկարան մոտ ժամանակներս մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից կամ տեղափոխել նրանց գտնվելու վայրը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters-ի հետ գրավոր հարցազրույցում։ Աղբյուրի համաձայն Սիրիայում ներկայումս տեղակայված է ավելի քան 20,000 թուրք զինվորական։ Գյուլերի խոսքով դեռ շատ վաղ է քննարկել նրանց այդ երկրից հեռացնելու կամ տեղափոխելու հարցը։ Վեոլա ջուրընկերությունը վթարավերականգնողական աշխատանքներ է իրականացրել Մաքրավան Աբովյան ջրատարի վրա հայտնաբերված գաղտնի վթարի վայրում։ Ընկերության ներկայացուցիչները չնայած բարդությունների նախատեսում են աշխատանքները սահմանված ժամկետից շուտ ավարտել։ Մաքրավան Աբովյան 730 մմ-անոց ջրատարի գաղտնի վթարն է։ Հրազդան քաղաքի աղբյուրակ թաղամասում հայտնաբերված գաղտնի այս վթարը վայրկյանում 30-ից 35 լիտր ջրակորստով, որը արտահոսում է Հրազդան լիճ, հայտնաբերվել է հունիսի 4-ին Վեոլա ջուրընկերության աշխատակիցների կողմից ջրատարերի հերթական ստուգումների եւ չափումների ժամանակ։ Իսկ թե ինչն էր պատճառը, որ ջուրը գետնի մակերևույթ դուրս չի եկել եւ մնացել է անտեսանելի, պարզաբանում է Վեոլա ջուրընկերության հյուսիս շահագործման տնօրինության համակարգող ավագ ինժեներ Սարգիս Սահակյանը։ Անմիջապես խողովակի վթարված հատվածի տակ եղել է հեղեղատար ջրագիծ, երկաթբետոնե ջրագիծ, անձրևաջրերի, հալոցքաջրերի բանի համար, որը լցվել է Հրազդան լիճը եւ մեր վթարը ուղիղ այդ խողովակի վրա է եղել, ինչի պատճառով ջուրը արտաքին միջավայր դուրս չի տվել եւ ամբողջ ջուրը այդ խողովակներով հոսել է դեպի գետը, լիճը։ Ուսումնասիրության ժամանակ նույնիսկ մենք չէինք հավատում, որտեղ կարող է վթար լինի, որտեղ ամբողջը չոր էր, քանդել են, քանդելուց հետո նոր նկատել ենք, թե ինչի համար ջուրը արտաքին միջավայր դուրս չի տվել։ Մեր նկարահանման պահին էլ երևում էր, թե ինչպես է երկաթբետոնե խողովակի կոտրված հատվածից մեծ քանակությամբ ջուրն արտահոսում դեպի հեղեղատար համակարգ։ Վթարը հայտնաբերելուց անմիջապես հետո Վեոլա ջուրընկերությունը հունիսի 5-ին 24-ժամյա ջրանջատում է հայտարարել Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում եւ հարակից բնակավայրերում։ Այսօր առավոտյան արդեն մեկտեղելով ջանքերը Հրազդան շահագործման տեղամասը լցվել է վթարավերացման աշխատանքներին։ Բարդությունը հիմնականում կապված է ջրատարի անհարբար դիրքի հետ, ինչով պայմանավորված 730 մմ-անոց ջրատարը շատ դժվար է դատարկել։ Մի քանի պոմպերի օգնությամբ ժամեր շարունակ աշխատակիցները փորձում են դատարկել ջրատարը։ Զոդման խողովակի 730 մմ տրամաչափի խողովակի ուրեմն պատմահանի բացման աշխատանք ենք հիմա իրականացրել եւ խողովակի ներսից պետք է կատարենք զոդման աշխատանքներ, որից հետո նոր խողովակը պատմահանը կփակենք նորից զոդման եղանակով եւ սկսենք լիսկավորման ջրով լիսկավորման աշխատանքները։ Այնուամենայնիվ ճիշտ եւ համակարգված աշխատանքի շնորհիվ Վեոլա թիմը կարողանում է արագ եւ արդյունավետ գործել եւ տարվող աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ վերսկսել ջրամատակարարումը։ Այս պահին աշխատանքները ընթանում են ըստ մեր նախատեսած գրաֆիկի, այսպես ասեմ, եւ հուսով եմ մինչեւ օրվա վերջ կավարտենք աշխատանքները եւ սկսենք ջրատարի լիցքավորման գործընթացը, որը իրանից բավականին դժվար եւ երկար ժամանակ է պահանջում։
Չնայած սահմանված ժամկետին եւ ի հայտ եկած աշխատանքային բարդություններին, Veolia թիմը նախատեսում է աշխատանքներն ավարտել հայտարարված ժամից էլ շուտ եւ վերականգնել համայնքների ջրամատակարարումը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։